Ողջույն բոլորին, այսօր պատրաստում ենք պաներային սուպ, բաղադրատոմսը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Սկզբի համար կտրատում ենք սոխը, որը պետք է տապակենք 5-ից 10 րոպե կարագի կամ յուղի մեջ։ Մինչ սոխը տապակվում է, կտրատում ենք կարտոֆիլը և գազարը։ Կտրատելուց հետո ավելացնում ենք սոխ հառացի վրա, տապակում ենք մոտավորապես 2-ից 3 րոպե, որից հետո ավելացնում ենք ջուրը 2-ից 3 լիտր մոտավորապես, որից հետո թողնում ենք մարմանդ կրակի վրա եփվի մոտավորապես 20 րոպե, փակում ենք կափարիչը։ Մինչ եփվեն բանջարեղենները, մենք մշակում ենք միսը։ Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք և տապակում ենք կարագի կամ յուղի մեջ մոտավորապես 10 րոպե։ Մի փոքր տապակելուց հետո համեմում ենք միսը, չենք մոռանում աղի մասին։ Համեմում ենք ըստ ճաշակի, ես ավելացնում եմ խմելի սունելի և համեմում հատուկ սուպի համար։ Որից հետո մանր կտրատում ենք սրտորը և ավելացնում ենք մսի վրա։ Որից հետո միսը խառնում ենք և այն պատրաստ է։ Կարող ենք ավելացնել սուպի վրա և մարմանդ կրակի վրա եփել մոտավորապես 5-ից 10 րոպե։ Որից հետո ավելացնում ենք քերիչով անցկացրած պանիրը և 2 ճաշի գդալ հալած պանիրը։ Որից հետո խառնում ենք և 2-3 րոպեից կրակը անջատում ենք, վրան ավելացնում ենք կանաչին։ Վերջ սուպը պատրաստ է, կարող ենք մատուցել, բարի ախորժակ։